Սիրելիներս, ես շարունակում եմ Հիսուս Քրիստոսը վերադառնում է հետհաշվարկ շարքը եւ այս խոսքս ավելի շատ նրանց համար է, ովքեր չգիտեն, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է եւ դա գրված է Աստվածաշնչում։ Այդ ամենի մասին գրված է Աստվածաշնչում, ցավոք շատ քրիստոնյաներ չգիտեն, որ պիտի գա մի օր, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնա երկիր, նորից, կրկին, բայց արդեն որպես դատավոր, ոչ թե որպես փրկիչ։ Առաջին անգամ, երբ Տեր Հիսուսը եկել էր, երբ առաջին անգամ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, Աստվածը մեր Հայր Աստծո որդին եկավ երկիր, նա ծնվեց մարդկային մարմնով հանուն մարդկության, կյանքի, փրկության, այսինքն նա եկավ երկիր, որպեսզի մեզ փրկի դժոխքից, որովհետև դժոխքը դա հավիտենական մահն է, իսկ Տերը եկավ եւ իր կյանքը զոհաբերելով, իր արյամբ մաքրելով մեր մեղքերը հնարավորություն տվեց մեզ հավիտենական կյանքով ապրելու երկնային կյանքում Աստծո կողքին, այսինքն նա մեզ տվեց հավիտենական կյանքի պարգևը իր զոհաբերությամբ, ահա թե ինչու նա եկավ երկիր, ծնվեց մարդկային մարմնում, մեղքի դիմաց Աստծո օրենքով, մենք վճարում ենք մեր կյանքով եւ մեղքի դիմաց, երբ գործում ենք մեղք, մենք արժանանում ենք մահվան եւ միայն արյամբ է, որ մեղքը մաքրվում է, դա Աստծո օրենքն է եւ Տեր Հիսուսը որպես Աստվածային գառ եկավ եւ մորթվեց հանուն մեզ, նա մորթվեց հանուն մեզ, եթե դուք նայեք Մել Գիբսոնի Քրիստոսյան կրքեր ֆիլմը, որտեղ ամեն ինչ շատ իրական է, որտեղ մանրամասն նկարագրվում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները եւ նրա զոհաբերությունը, ամբողջ ընթացքը դուք կտեսնեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը հանուն քեզ, հանուն ինձ, հանուն մեր բոլորի մորթվեց ինչպես մի անմեղ գառ եւ իր արյամբ ազատեց մեզ մահից։ Միակ Աստվածային Աստծո որդու արյունն է, որ սրբերի սուրբն է եւ մաքուրների մաքուրը եւ կատարյալների կատարյալը։ Եվ միայն նրա արյունն է, որ կարող է ողջ աշխարհի մեղքերը մաքրել։ Տեր Հիսուս Քրիստոսը նորից է գալու, երբ առաջին անգամ նա եկավ, որպեսզի մեզ փրկի իր արյամբ, երկրորդ անգամ նա գալու է որպես դատավոր իր ողջ աստվածային եւ տերերի տիրոջ ու թագավորների թագավորի ողջ իրավունքով ու դատելու իրավունքով։ Նա գալու է որպեսզի դատի աշխարհը։ Ինչև տիրոջ երկիր գալը, նորից երկիր իջնելը, նա դեռ գալու է ամպերով, հիմա մենք սպասում ենք նրա գալուն, գալու է ամպերով եւ երկրի վրայից վերցնելու է այն բոլոր իր զավակներին, ովքեր ընդունեցին տիրոջ զոհաբերությունը, այսինքն դրանով ընդունելով հավիտենական կյանքի պարգևը, ովքեր փրկված են տիրոջով Հիսուս Քրիստոսով, նրա տված փրկությունն են ընդունել եւ Տեր Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես իրենց Աստված ու փրկիչ եւ ընդունում են, որ միակ ճանապարհը, ուղին եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Չկա մի ուրիշ անուն, որ կարող է մեզ տանել դեպի Աստված, քան Հիսուս Քրիստոսն է, չկա մի ուրիշ փրկություն Հիսուս Քրիստոսից բացի, ուրիշ ճշմարտություն, ուրիշ կյանք չկա, միայն Հիսուս Քրիստոսով դու կարող ես գտնել այդ ամենը։ Աստված այսքան հազարամյակներ համբերել է։ Եվ հիմա այն ժամանակն է, որ նա արդեն դատելու է։ Եվ դատելուց առաջ երկրի վրա թափվելու է տիրոջ բարկությունը։ Այն ամեն ինչ, որ հիմա կատարվում է աշխարհում,
Դա միայն նշաններն են բարկությունից առաջ։ Եվ Տերը վերցնելու է երկրի վրայից իր զավակներին եւ տանելու է իր թագավորություն, որտեղ յուրաքանչյուրիս համար ունի պատրաստի տուն, պատրաստած տուն, սենյակ, օթևան։ Եվ դա գրված է Աստվածաշնչում։ Տեր Հիսուսն ասել է, որ ինքը գնում է հոր մոտ եւ վերադառնալու է մեր հետևից եւ ասել է, որ մեզանից յուրաքանչյուրը այնտեղ ունի իր օթևանը, իր տունը եւ եթե չունենայիք, ես կպատրաստեի ու կգայի ձեր հետևից, ասել է Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին։ Եվ նրանց ասել է, որ չվշտանան, որ ինքը գնում է հոր մոտ, այլ ուրախանան, որովհետև նա կուղարկի մեզ մխիթարիչին, այսինքն իր Սուրբ Հոգուն, որ միշտ մեր հետ կլինի, մինչև որ Տերը նորից կգա մեր հետևից, բայց այս անգամ կգա ոչ թե մեր մոտ, այլ մեր հետևից, որպեսզի մեզ տանի իր թագավորություն, եւ մենք այնտեղ իր հետ բնակվենք, մինչև որ իր բարկությունը նա կլցնի երկրագնդի վրա, որովհետև նա չի թույլ տա, որ իր իրական զավակները մնան երկրի վրա եւ այդ բարկությունը թափվի իր իրական զավակների վրա։ Աստված ինքն իր վրա չի թափի բարկությունը իր, որովհետև մենք իրական զավակները Տիրոջ կազմում ենք Հիսուս Քրիստոսի մարմինը, այսինքն նրա մի մասն ենք։ Երբ նա իր բարկությունը լցնի աշխարհի վրա, նա իր մարմինը չի թողնի երկրի վրա։ Եթե դու առաջին անգամ ես լսում այս մասին, ես ուզում եմ, որ դու իմանաս, յուրաքանչյուր քրիստոնյա, ով իրական ճշմարիտ քրիստոնյա է, այսինքն Քրիստոսի զավակն է եւ հետեւորդը եւ ծառան, մենք կազմում ենք նրա մարմինը եւ նա մեր գլուխն է, մենք կազմում ենք նրա եկեղեցին եւ նա եկեղեցու գլուխն է, եւ որտեղ որ նա է, այնտեղ էլ մենք ենք լինելու։ Եվ Տերը մեզ կտանի իր թագավորություն եւ մենք կապրենք նրա հետ։ Մենք երկնային խնջույք ունենք անելու։ Մենք համարվում ենք Տիրոջ հարսը եւ Տեր Հիսուս Քրիստոսը մեր փեսան եւ այդ ամենի մասին գրված է Աստվածաշնչում։ Կարդա Աստվածաշունչը, կարդա Նոր Կտակարանը, կարդա ավետարանները։ Ժամանակ չկա, կարդա հենց այսօր, հենց հիմա սկսիր կարդալ։ Եվ այդ ամենից հետո, միայն այն բանից հետո, որ Աստված մեզ կվերցնի երկրից եւ կտանի իր մոտ, կսկսվի Աստծո բարկությունը։ Եվ գրված է, որ այնինչ տեղի կունենա այդ ժամանակ, աշխարհը իր ստեղծման օրից չի տեսել մինչև հիմա։ Եվ դա հիմա արդեն սկսվում է։ Դրան վերջին օրերն ու վերջին ժամերն են մնացել։ Եվ մի լսեք նրանց, ովքեր ասում են, որ դեռ շատ կա, 5 տարի կա, 10 տարի կա, որ Տեր Հիսուս Քրիստոսը գա, ոչ, Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է։ Եվ նրանք, ովքեր կասեն, երբ կգա, կարևորը պատրաստ լինենք, մի լսեք նրանց, նրանք քնացնող են, նրանք ննջեցնող են, որովհետև երբ մարդուն ասում ես, դե լավ մի շտապիր, դե լավ հանգիստ տեղի, երբ կգան դուրը կծեծեն, կվեր կենաս, դե կզանգեն, դե կլսես, դե մի լարվիր, այդ մարդը թուլանում է, այդ մարդը ննջում է, այդ մարդը քնում է։ Ոչ, հակառակը մենք պետք է միմյանց ասենք, որ Տերը գալիս է եւ քաջալերենք միմյանց եւ օգնենք միմյանց։ Երբ դու ասում ես մյուսներին, որ երբ կգա, կարևորը պատրաստ լինենք, դու չես օգնում, որ նրանք պատրաստվեն։ Դրա համար մի հետևեք այն մարդկանց, ովքեր ձեզ ասում են, դե երբ կգա, մի շտապիր, մի օր կգա, կարևորը պատրաստ եղիր։ Այդպես չեն պատրաստում։ Հարսին, երբ պիտի փեսան գա, չեն ասում, դե երբ կգա կհագնվես։ Դե երբ կգա կվեր կենաս, քեզ կարգի կբերես։ Ոչ։ Հակառակը հարսը շտապում է։ Գեղեցկանում է, մաքրվում է, լվացվում է, մազերն է հարդարում, ճերմակ զգեստն է հագնում, դա ժամանակ է դրան պետք։ Եվ մենք հոգով պետք է պատրաստվենք, մաքրվենք, ամեն օր լինենք ապաշխարության աղոթքների մեջ, ամեն օր ավելի ու ավելի խոնարհվենք Տիրոջը, ձուլվենք նրան։ Խնդրենք, որ նա մեր սրտերում բարություն, մաքրություն դնի, որ հեռացնի չարը մեր սրտերից, չար մտքերը մեզանից, չար խոսքերը մեզանից։ Ցույց տա մեզ մեր սխալները,
Մաքրի մեզ, ազատի չարից, չարի ամեն տեսակ ներկայությունից, որ մեր սրտի մեջ չմնա ոչ մի նախանձ, ոչ մի քննադատություն, չարախոսություն, զրպարտություն, նախանձ, ոչ մի վատ բան չմնա մեր սրտերի մեջ։ Մենք պիտի ամբողջովին մաքուր լինենք, որովհետև Հիսուս Քրիստոսը սուրբ է, սրբագույնն է։ Մենք էլ պետք է մաքրվենք եւ սրբվենք, որպեսզի կարողանանք նրա կողքին լինել։ Ոչ թե նրա կողքին, դու չես կարող լինել սուրբի մարմին, եթե դու մաքուր չես, սուրբ չես։ Ինչպես կարող ես լինել Հիսուսի մարմինը։ Իսկ Հիսուսի իրական զավակները նրա եկեղեցին են եւ նրա մարմինն են եւ նա մեր եկեղեցու գլուխն է։ Մենք նրա շարունակությունն ենք։ Ինչպես կարող ենք լինել թերի մաքուր եւ համարվել նրա մարմինը։ Ոչ, նա մաքուրների մաքուրն է, սրբերի սուրբը։ Ամեն օր օգտագործենք, որ արժանանանք Հիսուս Քրիստոսին, չնայած պետք է ամեն օր հասկանանք, որ մենք չենք արժանանում Տիրոջը, նա է մեզ իր ողորմածությամբ արժանացնում իրեն, որովհետև նա մեզ շատ է սիրում, նա շատ գթասիրտ է մեր հանդեպ, շատ ողորմած է, շատ ներող է։ Բայց եթե մենք չաշխատենք մեր վրա, մեր արատների, մեր թերությունների վրա, չխնդրենք, որ Տերը ամեն օր մեզ ավելի մաքրի, մենք չենք կարող նրա մարմինը դառնալ։ Դրա համար, երբ ասում են, դե երբ կգա կարևորը պատրաստ լինենք, դրանով չեն արթնացնում, դրանով քնացնում են քրիստոնյաներին։ Դա արդեն ցույց է տալիս, որ այդ մարդը, ով խոսում է նման բաներ, իմանալով, որ մենք ամենավերջին օրերում ենք ապրում, նա Աստծո առաջնորդությամբ, ուղղորդմամբ չի խոսում, որովհետև հակառակը Աստված իր զավակներին ամեն օր արթնացնում է երազներով, տեսիլքներով, խոսում է իր զավակների հետ եւ ասում է գալիս եմ, արթուն կացեք։ Տեր Հիսուսը գալիս է, ժամանակ չկա, արթուն կացեք։